Բյուրեղավան քաղաքի առաջին թաղամասն ենք, նախ կարելի ասել քաղաքից կդրված, քաղաքի ծայրամաս, այստեղ գալու համար պիտի սահադաշտ մտնելու հմտություններ ունենաս, ճանապարհը լրիվ մերկասառույց, աղբն էլ տեսնում եք ինչ վիճակը աղբ է, տեսնես քաղաքապետը, չուներ քաղաքապետի վրա ոնց որ եթե հիշողությունից չի դավաճանում քրեական վարույթ էին նախաձեռնել, ինչ էին արել, բայց դա ինչ քաղաքապետարանը կոմունալ բաժին ունի, մի քանի շենքեր, իմ տեղեկություններով այս բոլոր շենքերն միայն այստեղ տեղադրված աղբամանները, ճանապարհն էլ նա տեսնում եք, լրիվ սառած, մերկասառույց, Հունվարի 7-ն է, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում ենք, որտեղ առաջին թաղամասն է, որտեղ գալու համար մարդիկ պիտի անցնեն մերկասառույց ճանապարհով, հենա անգամ տրանսպորտը, թիվ 41 երթուղին գալիս է սառած ճանապարհով, ուղևորները տեղափոխում, իսկ այստեղ էլ տեսնում եք, կա 12 բնակելի շենքեր, եւ այդ 12 բնակելի շենքի համար այս 4 աղբարկղներն է տեղադրված քաղաքապետարանի կողմից ու այսօր հունվարի 7-ն է, աղբը տեսեք, ոչ միայն լցված է, այլ նաեւ արդեն դուրսն է լցվում ու դրա պատասխանատուն Բյուրեղավանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներն են, տեսնեք, այդ մարդիկ գիտեն, որ իրենց աշխատանքի մեջ է մտնում, որ ժամանակին պետք է աղբահանությունը կատարեն, հիմա կասեն հա դե մարդիկ նոր տարի են անում, էլի անեն, բարի տարի լինի, բայց այդ մարդիկ թող նաև իմանան, որ այս տարին ձիու տարի է, իսկ ձին մաքրություն է սիրում, այնպես որ հարգելի Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյան, հարգելի Բյուրեղավանի քաղաքապետարանի չինովնիկներ, իմացեք, ձին մաքրություն է սիրում, այս 12 շենքի համար այս 4 աղբարկղն է տեղադրված, ամբողջ, այստեղ պիտի ելնեք, հոտն էլ զգաք, անգամ այս սառը եղանակին տեսնում եք, այստեղ լինեք, հոտը կզգաք, իդեպ եկա մոտավորապես մի 8-9 թափառող շներ կային, հենա հեռացել են, հենա շները, հեսա տեսեք, թափառող շներն էին, աղբը քուջուջ էին անում աղբի մեջ շունիկները, հեսա, ճանապարհն էլ ամբողջությամբ մերկասառույց է, էլի, հենա մաքրեն, ճանապարհը մի հատ աղուհավազ լցեն, տեսեք լրիվ
Գնում ես աշտարակ քաղաք, ապարան քաղաք, Աբովյան քաղաք, դու Արտաշատ էլ դաժե։ Աղբահանությունը իդեալական անում են, ճիշտ է, հատուկ են փողոցներ կան, որ սառածը, բայց մարդիկ գոնե աշխատում են։ Չնայած աշտարակում, ապարանում սառած փողոցներ էլ չկան։ Բալիս, տայ շնորհավոր։ Գոնե աղոավազ լցն էլի։ Գոնե լցնեն, հասա թոլսն։ Բայց աղբն նայ։ Աղբն էլ հետ տանել։ Լավ ես։ Դուք լավ լինեք։ Ստեփանովանի քաղաքապետն է լավ աշխատում, այնտեղ էլ ժամանակին հեռացնում են աղբը, բայց դե քաղաքապետեր կան, որ դուրը ծեծում ես, ասում է տունը մարդ չկա, պետլիները սառած է։ Նույն վիճակը էս է այստեղ Բյուրեղավան քաղաքի գլխավոր փողոցներից մեկին ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության մոտ է։ Այստեղ էլի թափառող շներ կան, չնայած անվտանգ շներ են։ Այս է դիսպեչերական կետ է կոչվում։ Հունվարի 7-ն է, սա էլ Բյուրեղավան քաղաքի գլխավոր թաղամասերից մեկի հատվածում ենք, ավելի կոնկրետ այստեղ գործում է նաև դիսպեչերական կետ, հարևանությամբ էլ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզի քրեական վարչության վարչական շենքն է, ու տեսեք 1, 2, 3, 4, 5, 6, 7 աղբամանները ամբողջությամբ լցված է ու արդեն աղբը լցվում է դրսում, իսկ քաղաքապետարանը Բյուրեղավանի կարելի ասել իր քթի տակ մի քանի մետր այն կողմը գտնվում, դա թափառող շներ կան նաև, բայց կարծես թե անվտանգ շներ են, բայց դե ամբողջ աղբամանները լցված է աղբով, էլ չենք ասում ճանապարհները ամբողջությամբ մերկասառույց է, այս Բյուրեղավանի քաղաքապետարանը երևի պատասխանատուները արճակուն են մտած, չեն ուզում, որ տարածքը
մերկասառույց ճանապարհներից փողոցներ, այդում բակային հատվածները մաքրեն, աղու ավազով մշակեն սառած ճանապարհները, աղբե ժամանակին տեղափոխեն, տեսնում եք։ Չորս կողմը բարձրահարկ շենքեր են, տեսնում եք։ Ու հիմա լրիվ սառած ան։ Բակեր ես մտնում լրիվ սառած ճանապարհներ։ Փափարոշների մարդը հենա աղբը հազի սառած ճամփու մարդ անցնում աննայ